քաղաքագետ Հայկ Տեր-Ներսիսյանն է այստեղ եւ քո թույլտվությամբ մենք սկսենք զրույցը հենց ուկրաինական թեմայով։ Հայկ, ըստ էության այսօր հրապարակվեց 28 կետանոց այդ Թրամփի պլանը ուկրաինական խաղաղության, որտեղ եթե այսպես ամփոփ ասենք, ուկրաինական տարածքները Դոնեցկը, Լուգանսկը, Ղրիմը ճանաչվում է նաև Միացյալ Նահանգների կողմից որպես ռուսական, Դոնեցկում Դոնբասում պետք է զիջումների գնա Ուկրաինան, 100 օրվա ընթացքում պետք է նախագահական ընտրություններ լինեն, պետք է մոռանա ուրեմն ՆԱՏՕ-ի անդամակցության մասին եւ այսպես շարունակ, իհարկե Ռուսաստանն էլ որոշակի զիջումների անում, այսինքն մնացած տարածքներից թերևս ենթադրում է, որ իրենք հետի դուրս գան, բայց ընդհանուր առմամբ դա Ռուսաստանի հաղթանակն է եւ Ուկրաինայի նախագահը խոստովանում է, որ մենք այլ տարբերակ չունենք, կամ պիտի Միացյալ Նահանգներին կորցնենք որպես գործընկեր, կամ պիտի ուրեմն բախվենք ցուրտզմերի, այսպես ասենք, դա նշանակում է իսկ ճակատում Ռուսաստանը ամեն օր առաջ է գնում։ Ամեն դեպքում Եվրոպան կարծես թե հակված չէ ընդունելու։ Ինչ զարգացումներ սպասենք, ինչ է լինելու այս անգամ։ Շատ բարի։ Այս ամեն ինչ որ ասացիք, մենք գիտենք նորություններից, այսինքն ուղարկել են այդ պայմանագիրը, Զելենսկին դիմում է ժողովրդին, ասում է, ասենց դժվարություն է մեզ սպասում, եվրոպացիները, անգլիացիք, ֆրանսիացիք, գերմանացիք ասում են դավատա, Թրամփը ասում է ուլտիմատում է դնում, որ եթե չհամաձայնվեցիք վերջ։ Հիմա եկեք նայենք այն ֆակտորներին, ես երբեք չեմ հավատացել, որ այս պատերազմը արագ է վերջանում, ես ձեր եթերում ասել եմ դեռ Թրամփը երբ չէր ընդունվել, երբ որ մեծ հույսեր կային, որ Թրամփը գա, Պուտինը հասկանում է Թրամփի թույլ տեղերը, մի խոսքով sense կկարողանա Իրանով անել եւ այլն։ Ես այն ժամանակ եմ ասել, ձերի ոչ մեկ չի տալու Ուկրաինան ռուսներին։ Եվ այս ամեն ինչի տակ հետեւյալն է, այո, Ռուսաստանը հաղթում է Ուկրաինային։ Ամբողջ խնդիրը հետեւյալի մեջ է։ Այդ process-ը ինչքան դանդաղ է գնում, ինչքան ռեսուրս է տանում Ռուսաստանից ու մյուս ֆրոնտերում ինչ է կատարվում։ Եկեք ես արագ Ռուսաստանին էլ է ձեռնտու, որպեսզի այս պատերազմը կանգնի եւ այդ մասին նաեւ Ռուսաստանին միանշանակ ձեռնտու է, որ Պուտինը ասաց։ Միանշանակ ձեռնտու է, որ կանգնի։ Հիմա այս անգամ կստացվի Թրամփին կանգնեցնել պատերազմը։ Ես չեմ կարծում Թրամփը ուզում է պատերազմը կանգնեցնի։ Իսկ ինչ է ուզում։ Փորձեմ հիմա մի քանի ֆակտոր ասեմ, կարող է սխալվում եմ, թող ինձ ներեն, ես իմ կարծիքը ասեմ։ Մի ամիս առաջ սանկցիա են անում Լուկոյլը եւ Ռոզնեֆտը։ Այդ ժամանակ արդեն գիտեին, չէ, որ այս պայմանագիրն են իրար դրաֆտ անում։ Այսինքն ինչի պետքա սանկցիայի տակ դնեին ռուսական կամպանիաներին, իմանալով, որ այս պայմանագիրը գնալու է։ Ինչն են ճնշում, Ռուսաստանի վրա էլ պետք է ճնշում գործադրել։ Ես դա համաձայն եմ, բայց այդ այն դեպքում է հիմնականում աշխատում, եթե արդեն գիտեն, որ այդ պայմանագիրը չի ընդունվելու, արդեն իրանք հասկանում են։ Հիմա եկեք նայենք մի հատ սանկցիաները ոնց է։ Ռոսնեֆտի վրա շատ բան չունեմ ասելու, որովհետև ակտիվները հիմնականում Ռուսաստանում են, ինքը ունի որոշ ակտիվներ ստենդը։ Լուկոյլը ունի լիքը արտասահմանյան ակտիվներ։ Որ սանկցիաները եկան, Լուկոյլը հայտարարեց, որ մենք մեր արտասահմանյան ակտիվները պետքա ծախենք, որտեղ էլ չի կարա Լուկոյլի անվան տակ աշխատացնի։ Առաջ եկավ մի հատ կարևոր ֆիրմա Ժենևայում, հեսա ասեմ, Գանվորը եկավ շվեյցարական լուրջ կամպանիա, Գանվորի հիմնադիրներից մեկը Գենադի Տիմչենկոն էր, մի 20 տարի առաջ, հետո 2014-ի կամպանիան, որ եղավ Ղրիմի, իր կեսը ծախեց իր պարտներին շվեդին, մոռացել եմ անունը, Rehnquist, ինչ որ sense մի անուն ուներ այդ մարդը։ Ծախեց դուրս եկավ, բայց այդ կամպանիան շատ լուրջ կապեր ուներ ռուսական Լուկոյլի հետ, որտեղ իրանք commodity trading-ով էին զբաղվում, հումքի առուք ու վաճառով։ Հենց Գանվորը հայտարարեց, որ մենք ինտերես ունենք առնելու, Թրամփը ու Բեսենթը մի հատ արագ, տես մի 2 ժամ, sense ուժեղ Twitter-ով, X-ով, նորություններով գնաց հարցակում Գանվորի վրա, որ Ռուսաստանի ագենտուրան ասա եւ այլ, դե Գանվորը լիքը կլիենտուրա ունի աշխարհով, միանգամից Գանվորը ասեց հոփ, ինձ յան տվեք, ես ոբշեմ չեմ խառնվի այս գործում ու ձեռները լվաց։ Մնաց 3-4 հատ կանդիդատ, որ պետքա Լուկոյլի սա ակտիվները առնի արտասահմանում, այնտեղ Կազախմուն գազը կա, թե Կազախ գազմունայնա, մոռացել եմ անունը, ոչ չեմ կարծում, որ կազախական կամպանիան լուրջ ակտիվներ ձեռք բերի, կարող է իր ռեգիոնում։ Հիմնական կամպանիան Carlyle-ն է, Carlyle Group-ը շատ լուրջ commodity trading կամպանիա, Թրամփը ուժեղ կպավ, սկսեց լոբինգ անել, որ Carlyle-ը, այսպես ասած, չխլի, առնի Լուկոյլի ակտիվները արտասահմանում։ Այդ մեկ։ Երկրորդը, եվրոպական շուկայում գազի շուկան
կարելի ասել Gazprom-ից վերածվել է ամերիկյան LNG-ի շուկայի, liquefied natural gas, հեղուկացված գազը այսօր Եվրոպան մատակարարում է։ Այդ երկու։ Այս պահի դրությամբ, երբ որ մենք խոսում ենք, սանկցիա եղած ռուսական նավթը 48 միլիոն բարել հենց այս պահին օվկիանոսում իր համար sense ֆորմա մանագալի տեղ, թե որտեղ պետքա տանի։ Հնդկաստանն ու Չինաստանը ասել են, որ չեն կարող ընդունեն այդ նավթը։ Մի հատ էլ ինդիկատոր։ Հնդկաստանի կոմպոզիցիան իմպորտի նավթի մինչև հոկտեմբեր ամիսը 3% էր։ Անցած ամիս հոկտեմբերին դարձավ 10%, 3 անգամ ավելացավ։ Այդ ինչի՞ց է։ Այդ գիտեին, որ սանկցիան է գալու, այդ գիտեն, որ սա երկարաժամկետ է։ Թե չէ Հնդկաստանը ինչի պետք է 3 անգամ իր իմպորտը ավելացներ։ Ուզում ասեմ, այս սաղ էլեմենտները, որ կատարվում են, ես խիստ կասկածում եմ, որ Տրամպը ուզում է կանգնացնի պատերազմը։ Պրես կոնֆերանս անում Զելենսկու հետ, Զելենսկին ասում է մենք ունենք լուրջ արսենալ դրոնների, բայց որն է ամերիկյան շահը, ես այդ եմ ուզում հասկանալ։ Ենթադրենք, եթե ձեր ասածը ճիշտ է, Տրամպը ուղղակի խաղ է խաղում, այսինքն ինչ է, ուզում է խլել տնտեսությունը, ինչ է ուզում։ Ամբողջ տնտեսությունը չէ, ամբողջ տնտեսը հնարավոր, ես մի անգամ էլի ձեր էֆիրում ասեմ, այս պատերազմը հնարավորություն է տվել լիքը երկրների, որպեսզի օգտվեն սիտուացիայից եւ Ռուսաստանի այդ խոցելի վիճակից փորձեն լավ կտորներ վերցնել։ Օրինակ, երբ որ սանկցիա դրեցին ռուսական նավթի եւ գազի վրա, ասցին քյափը պետքա լինի $40, Հնդկաստանը եւ Չինաստանը միանգամից օպտում սկսեցին լիքը նավթը գնել, ասում էին ավել չեն կարա քեզ վճարենք, սանկցիայի տակ ենք, Ռուսաստանը պետք է այդ դիսկաունտին համաձայնվեր։ Հիմա ուրիշ խնդիր էլ է առաջանում, նույնիսկ եթե այս լիքը բարելներով տանկերները, որ ինքը ուզում է դիսկաունտով ծախի, նավթի գինը այնքան է ընկած շուկայում, որ պրինցիպի իր նավթը այդքան էլ հրապուրիչ չի, որովհետև շուկայական գինը արդեն նավթի ընկած է, շատ մեծ պաշար կա նավթի շուկայում, առաջարկը այդքան մեծ չի, то есть ինքը դաժե դիսկաունտով եթե փորձի տանկերը օվկիանոսում փոխի, մեկը պետքա գտնի մեկը, ով որ պատրաստ է դա առնի, ավելի լավ է արդեն էժան շուկայական գնով նավթ առնեն, քան թե սանկցիայի տակ։ Հասկանալի, այսինքն, բայց եթե ամեն դեպքում համաձայնվեն կողմերը, ինչ կհամաձայնվի Ուկրաինան ըստ էս։ Ես չեմ կարծում, չէ։ Չի համաձայնվի։ Չէ։ Ուկրաինան դանդաղ, պարտվելով, դանդաղ պարտվելու է։ Ամերիկայի Միացյալ Նահանգների դիրքորոշում, այսինքն թողելու է Ուկրաինային մենակ։ Զելենսկու հետ կոնֆերանս եւ նաեւ հետախուզական աջակցությունը Զելենսկու հետ պրես կոնֆերանսի ժամանակ Զելենսկին ասաց ես ունեմ շատ մեծ արսենալ դրոնների, Տրամպը բարձրաձայն ասաց մենք հետաքրքրություն ունենք ուկրաինական դրոնների մեջ, սա 2 օր առաջ էր, եթե չեմ սխալվում։ Բայց Զելենսկին ասաց մեզ տվեք Tomahawks, տամագավկեքը ձեր ռակետաները։ Տրամպը ձեն չհանեց։ Այդ մասին ձեն չի կարելի։ Չէ, հետո ասաց որ չենք տալու։ Հա։ Հիմա բարձրաձայնելը մի բան է, թե տակից ինչ կանեն, ես չգիտեմ։ Ես տեսնում եմ, որ իրանք վաճառում են մեծ քանակով զենքեր եվրոպացիներին։ Շատ լավ։ Այսինքն ինքը directly չի բանում, տալիս է Եվրոպացիներին դարձնել է ուկրաինական ճակատում։ Ես մի հատ վերջում բան եմ ուզում նշեմ։ Սա միևնույն է, հատուկ ասում եմ սա արևմտամետների համար, որովհետև իմ ասածից թվում է, թե ես ասում եմ, որ Ռուսաստանի վիճակը վատ է ու ես հա հենց այդ էլ ասում եմ, բայց ես նաև չեմ ասում, որ, չգիտեմ, 3 շաբթի օրը ժամը 4-ին Ռուսաստանը չի լինելու, գիտեք։ Ես փորձում եմ օբյեկտիվ բան։ Ռուսաստանը լուրջ երկիր է, ուժեղ երկիր է, անպայման փորձելու է ձև գտնի իր նավթը ռեալիզացնել ճակատում ամեն օր։ Հա, շատ արյունալի, շատ ռեսուրս ծախսելով, կորցնելով Սիրիան, Պարսկաստանը թուլանալով, այս նավթի սիտուացիան իրանց ակտիվները դրսում տալով մյուս երկրներին, հա։ Շատ հիմա անցնենք նավթի մյուս երկրին, այսպես ասենք, Վենեսուելան։ Մենք հիշում եմ մեր եթերում դուք ասացիք, որ Վենեսուելայում մոտարապես այսպես որ նոր process-ներ է սկսելու։ Հունվարի 31-ին եմ ասել։ Հիմա կարծես թե մի բան խոսակցություն գնաց, որ Միացյալ Նահանգները հարվածելու է Վենեսուել իշխանապողությունը, այսինքն ռեժիմի փոփոխություն է այնտեղ սպասվում եւ այլն, բայց կարծես թե կանգնեց այդ խոսակցությունները։ Հիմա ինչ սպասեք եւ ինչի համար է դա։ Արդյոք նավթի համար է անում միացած Դոնալդ Թրամփը, այսպես ասենք։ Հիմնական 2 պատճառը, մեկը նավթն է, երկրորդական պատճառը, առաջի պատճառը, որ ընդհանրապես անգլերեն բառը hemisphere, մայրցամաք, չգիտեմ ոնց աշխարհամաս, աշխարհամաս, միգուցե տենց ասենք, ամերիկյան աշխարհամասում այդ Մոնրոյի դոկտրինա կար, հիմա ոնց որ update եղած Մոնրոյի դոկտրինան այն ժամանակ ասում էր հյուսիսային Ամերիկայում պետքա ոչ մի եվրոպական պետություն չունենա ազդեցություն։
մենք պետք է լինենք ազդեցությունը։ Հիմա ամբողջ ամերիկյան այսինքն հյուսիսային հարավային ես մաքրում եմ ստեղից այն Պանամայի կանալը, եթե հիշում եք, այդ խոսակցությունը սկսեց Ալյասկայի հանդիպումից հետո։ Եթե հիշում եք, Պուտինի հետ հանդիպումից հետո Վենեսուելայի թեման բացվեց հենց այդ ժամանակ, այսինքն արդյոք կապ կա։ Բայց ես դրանից առաջ եմ ասել։ Այո, դուք ասել եք, բայց այդ թեման սկսեց Միացյալ Նահանգներում բացվել, դրակարտելներին արվածել եւ այլն, հենց դրանից հետո արդյոք կապ կա։ Չեմ կարծում, որովհետեւ ես այն ժամանակ, երբ որ ասացի, այն ժամանակ արդեն ինդիկատորները կային, այն ժամանակ արդեն կային անվտանգության ռեպորտներ կային եւ այլն, որոնք բացեբաց ասում էին, որ Չինաստանը եւ Ռուսաստանը Լատին Ամերիկայում եւ Կենտրոնական Ամերիկայում սկսում են իրենց ազդեցությունը մեծ։ Դե Պանամա կանալը երկու կողմից չինացիք էին։ Հիմա էլ չէ։ Հիմա ինչ արդեն չէ։ Իմ իմանալով չէ։ Այսինքն ամերիկացիք ուղղակի չորով հարցը լուծեցին ինձ, բայց Վենեսուելայում կա խնդիր, այնտեղ մեսեջներ ա գալի Մադուրոյի կողմից, որ ինքը պատրաստ է նավթի հանձնել Միացյալ Նահանգներին։ Հա, այդ թեման է, որ ասում եք դուք պիտի ռաբոտկան արեք, իրար հետ փող աշխատենք եւ այլն, այսինքն այդ էլ է ինդիկատոր չէ, որ օքեյ, Մադուրոն ասում է՝ մի րոպե, ես չինացիների ու ռուսների հետ իմ թեմաները։ Ինքը մի մոմենտ ասեց, կուզենամ օգնություն գա, բայց այս մայրցամաք գան այդ օգնության հետևից չէ։ Այդ հնարավորությունը այդքան ջղաձգվելու տարբերակ այս պահին Ամերիկան է, որ հնարավորություն ունի։ Իրան նաև պրոբլեմները կտրեց Ռուսաստանի եւ Չինաստանի ազդեցությունը։ Ես չեմ կարող ասել, որ հիմա միանշանակ կտրել է, համեմ քիչ նենց հարց եք տալի, որ հետախուզության աշխատողները ավելի լավ գիտեն։ Ես չգիտեմ միանշանակ կտրել։ Չէ, դատելով ըստ բաց աղբյուրների, եթե նույնիսկ չի կտրել, այդ ուղղությամբ է գնում։ Ինքը մաքրում է։ Որտեղ շատերը կարծում են, որ դա այս պատերազմը, եթե այդպես լինի, դա նավթի համար է, բայց իրականում ես կարդում եմ մասնագետների կարծիքը, որ այդ նավթը այդքան էլ ձեռնտու չէ Միացյալ Նահանգներին շահագործել, այնտեղ ուրեմն որովհետև շատ ավելի թանկ է նստելու, քան հիմա կարող է շատ էժան գնել հենց Վենեսուել, եթե կարելի։ Նայած եւ նավթի որակն էլ այն չէ։ Նայած թե իրանք այդ բանը, նայած իրանք որ բանը կտանեն, որ տրուբաների որ վետք, որ մշակման կենտրոններում կտանեն, այնտեղ կա ծանր նավթ, կա ամենածանր նավթը կանադական բիչումեն նավթը, որը լիքը ավազա մեջը պարունակում ու կա ամենաքաղցրահամ, ամենաթեթև նավթը, ամեն մեկը տարբեր նավթի արժեքը գոյանում է, երբ որ իրան կարող է հումքը, երբ որ հանում են տենց են ծախում, բայց նաև դրանից հետո by products, թե դրանից ինչ են ստանում, կլինի մազութ, կլինի ինչ որ կաուչուկ, թե կլինի գազոլին կամ բենզին, տարբեր գրեյդի նավթերը տարբեր գին են իրանցից ներկայացնում։ Շատ լավ։ Հիմա գանք հետ Միացյալ Նահանգներ եւ բոլորիս այստեղ բնակվող նաեւ մեր հայրենակիցներին հետաքրքիր է թե ինչ է լինելու այստեղ։ Եվ մենք տեսնում ենք, որ դժգոհությունը Թրամփի նկատմամբ հասունանում է հենց իր ուրեմն ընտրողների շրջանում։ Մարդիկ ասում են, որ մենք քեզ ընտրել ենք որպես մեր նախագահ, ոչ թե հիմա դու աշխատում ես ամբողջ աշխարհի նախագահ, բոլորի խնդիրներն ես լուծում, բայց մենք քեզ ընտրել ենք, որ դու մեր խնդիրները լուծես։ Տնտեսության վիճակ, ուրեմն ֆինանսավարկային քաղաքականություն, ասում են գնաճ չկա, բայց գնաճ կա, ապրանքների գները թանկանում են եւ նմանատիպ տնտեսական եւ սոցիալական վիճակում կարծես թե փոփոխություն չկա, այն ակնկալիքները, որ ուներ մեր այսպես ամերիկացին, շարքային ամերիկացին, ով այսպես ընտրեց Թրամփին, այսօր կարծես թե հիասթափված է, ինչ է կատարվում այստեղ, թեև Թրամփն ասում է ամեն ինչ նորմալ է, մենք շատ ավելի փող ենք ստացել այդ տարիֆային քաղաքականության շնորհիվ, ավելի շատ գումար է մտել բյուջե եւ պատրաստվում է $2000 բաժանել բոլորին Ամերիկայի ուրեմն մշտական բնակություն եւ քաղաքացիություն ունեցող անձանց, բայց ժողովրդի վիճակը չի փոխվել։ Ինչ զարգացումներ սպասենք այստեղ։ Ժողովրդի վիճակը չեն հաշվում։ Ինչպես է տնտեսության վիճակը ամերիկյան այսօր։ Դες մենք ասում ենք Ռուսաստան, Ուկրաինա, Եվրոպա եւ այլն, բայց ամերիկյան տնտեսության վիճակը ինչպես է։ Բայդենի ժամանակ այնքան շատ փող էին ծախսել, շատ կներեք փողոցային արտահայտության համար, բայց այդ ճիշտ մանիֆեստացիան է ինչ է, ցպնել էին sense փողը դուրս, որ փողը արժեզրկվում են, ինֆլյացիա կար։ Դրա պատճառով պետք է տոկոսները բարձր պահել, որ մարդիկ շատ վարկ չվեկանան բիզնեսների մեջ դնեն, այսինքն փողի շրջանառությունը նվազեցնեն։
Հիմա Տրամպը ասում է եկեք բանկի ռեյթերը իջացրեք, տոկոսները չեն իջացնում, որովհետև ինֆլյացիան այսպես է ստիկի, հա, ոնց որ ինֆլյացիան դեռ պահպանվում է, այսինքն կենտրոնական բանկը Federal Reserve-ը այդ հարցին չի կարա դեռ գնա։ Իսկ նա համեմատաբար անկախ է կենտրոնական իշխանությունից, գործադիրից կենտրոնական բանկը անկախ է։ Տրամպի խնդիրը իր բազայի հետ, իրան ընտրողների հետ հիմնական բաժանումը մագայի ներսում, հա, մագան իր բազանա, չէ, հանրապետական կուսակցության։ Հիմնական բաժանում տնտեսական խնդիրների շուրջ չի, նույնիսկ sense ասեմ, Ուկրաինան էլ կա ինչ-որ թեմա, բայց նույնիսկ դա չի։ Ամենամեծ խնդիրը դա Իսրայելն է։ Իսրայելի մասին է խոսքը գնում, որ Տրամպը շարունակաբար Իսրայելին պատժ անում, իր կողքի մարդիկ պաշտպանում են, իսկ տարեկան 3 միլիարդ դոլար չհաշված պատերազմները։ Տարբեր միջոցներով ահավոր շատ փող գնում այնտեղ, անվերապահ պաշտպանությունը ու իր բազայում հիմա այդ ճեղքումն է գնում Իսրայելի թեմայով, որտեղ իրանք ասում են դու ասեցիր America First, դու նենց թեմաների մեջ ես մտնում, դու նենց թեմաների մեջ ես մտնում, այն թվում եւ Ուկրաինան։ Ասում են մագան դարձել է միգա, Make Israel Great Again։ Հա, տենց ասույթ էլ կա բան, հա, այդ սա գնում է։ Ու սա ինդիկատոր է, որ նույնիսկ եթե սա չլիներ մեկը կոնգրեսում ես կարծում եմ որ դեմոկրատները հաղթելու էին sense որտեվ Ամերիկայի գոնեն այս ժամանակակից պատմության ընթացքում դեռ չի եղել որ նախագահը եւ երկու բանը չեմբերները կոնգրեսում լինեն իրակուսակցությունը ու միջանկյալ ընտրություններում էլի Չէ, Օբամայի ժամանակ էլ եղել, ես նկատի ունեմ հաջորդ միջանկյալ ընտրությունում էլի պահպանեն այդ։ Միշտ գոնե մի չեմբերը գնում է հակառակ կողմը, բայց եթե լուրջ ռեֆերենդում է լինում, այսպես նախագահի քաղաքականությունից լուրջ դժգոհ են, երկու չեմբերն է գնում հակառակ կուսակցությունը։ Օբամայի ժամանակ 2010-ին տենց եղավ նոյեմբերին։ Նոյեմբերի 2-ն էր թե 3-ն էր։ Օբաման ես հիշում եմ որ դուրս եկավ, ասաց this was a shellacking that I got։ Տրամպի օրոք էլ էպես եղավ։ Տրամպի օրոք ես ասում եմ որ երկու չեմբերը Տրամպի օրոք այս եկող տարի շատ հավանական է որ երկու կոնգրեսում երկու պալատներն է կգնան դեմոկրատներին։ Դրանից էլ կարելի է հետևել թե ինչ քաղաքականություն, ինչքանով Տրամպին հեշտ կլինի քաղաքականություն վարել։ Դե հիմա է ժամանակը դրա համար եմ ասում։ Եթե հիմա չի կարող, վաղ 2 տարի հետո ընդհանրապես չի կարողանալու ինչ որ օրակարգեր թելադրել։ Բայց հիմա այդ ժամանակ ինքը պատճառ ունենալու է դեմոկրատների վրա գցի։ Իսկ հիմա ինչ որ ինքը անում է Ուկրաինայի օրինակ ֆրոնտում, ինձ թվում է Ուկրաինայի ֆրոնտը կապ ունի գերտերությունների միջև մրցակցության, այսինքն այդ ավելի հեշտ է կուլ տալ, ավելի հեշտ է մարսել, գոնե քաղաքականությունից հասկացող մարդկանց համար։ Իսրայելի տարբերակը ավելի դժվար է մարսել։ Ինչ է կատարվում կրիպտո շուկայում եւ ընդհանրապես արժեթղթերի շուկայում։ Կարծես թե ես պետք է լավ չեմ հասկանում կրիպտո արժեթներից, երբևէ չեմ խորացել դրա մեջ, բայց կարդալով, հետևելով հրապարակումներին, process-ներին, կարծես թե ինչ որ անկումներ, ազատ անկման մեջ է free fall են ասում, չէ՞, այդ օրինակ Bitcoin-ը եւ մնացածը։ Եվ ոչ միայն հայտնի, ասենք, արժեթղթեր, անկերություններ կորցրել են իրենց արժեքը։ Ընդհանուր մարքետը անկում է ապրում։ Մեկ այն ակնկալիքով, որ կենտրոնական բանկը տոկոսադրույքները չի իջացնելու, կրիպտո վալյուտայի շուկան շատ սերտորեն կապված է ընդհանուր տեխնոլոգիական ու AI շուկայի հետ։ Տեխնոլոգիայի հետ իրար կապ ունեն, էլի վերջերջով։ Այնտեղ սենց է խնդիրը, շատ մեծ ներդրումներ եղավ վերջի 2 տարվա ընթացքում private investor-ներ, private equity եւ այլն, asset manager-ներ, լիքը ներդրումներ գնաց ամենաթոփ AI կամպանիաների մեջ, այստեղ մի հատ ռիսկի խնդիր կա։ Արհեստական բանականություն։ Այստեղ մի հատ խնդրահարույց պահ կա։ Դու որ այդքան փողը տալիս ես, այդ հələ նորա ձևավորվում աճում, այսինքն փողը հələ գնում է research and development-ի մեջ, այսինքն հետազոտությունների ու զարգացման մեջ, то есть ինքը դեռ product-ը այտենց մեծ քանակով դեռ փող չի բերում, այսինքն reinvest է արվում։ Ու ինվեստորները ինչ որ մի պահ զգում են այնքան շատ փող է մտել դրա մեջ, որ կամանց կարող է ասենք թե իրանց դրացի մի 10-15%-ը հանում են, բայց եթե սա մասսայական է արվում, միլիարդներով է արվում, պատկերացրեք, գինը սկսում է անգնել, չէ՞։ Այդ մեծահարուստներն են, մեծ ֆոնդերն են, որ մեծ բրոկերսկի կամպանիաները, բանկերը, մանիպուլյացիաներ չկան այդտեղ։ Սենց ասեմ, արհեստական ինչ որ ռիսկի գնահատումն է, չէ, ինքը օբյեկտիվ ռիսկի գնահատումը, խնդրեմը սենց է, իրանք երբ որ այդ որոշումը կայացնում են retail investor-ը, ասենք անհատ մարդը, որը մի քանի հազարով ասենք խաղում է շուկայում, ինքը չի կարող
predict անել, չի կարող կանխատեսել, թե երբ նրանք այդ որոշումը կանեն։ Ու եթե իրանք այդ որոշումը անում են, իրանց ռացիոնալ ռիսկային այդ մատրիցաներ ունեն, որ հաշվում են, իրանց ինչ-որ ռիսկի, ասեն, կոեֆիցիենտեր կա, որ համապատասխանում է, իսկ հիմնականում բոլորի մոտ նույն ձևով պետք է համապատասխանի, որովհետև սա այդ տրանսպարենտ է, բոլորը գիտեն այդ շուկայի, այսինքն ինչքան գումար որտեղ է գնացել եւ այլն, ու դա բաց ինֆորմացիա է։ Ու իրանք էլ որոշում են, օքեյ, ռիսկը հիմա մի քիչ շատ ենք փող դրա, եկեք մի 15-20% անենք։ Ամեն մեկը 15-20% որ անի հազարավոր միլիարդների խոսքա գնում, տրիլիոնների խոսքա գնում, բնական է, որ անկում է ապրելու։ Իսկ retail investor-ը վախենում է իր մի քանի հազարը կորցնելուց, ինքը սաղ գումարն է հանում։ Էդ էլ իր հերթին է ճնշում դնում, էլի են գները են գնում, ու կարող է գները են գնելուց հետո մեծ բանկերը էլի առնեն ավելի էժան գնով։ Այո։ Արհեստական բանականության մասին խոսեցիք։ Միացյալ Նահանգներ միլիարդավոր, եթե ոչ տրիլիոններից անցնող, ուրեմն գումարներ են մտնում որպես ներդրում հենց արհեստական բանականության ոլորտում, ես որքանով հասկանում եմ, եւ արաբական երկրներից եւ նաև վերջերս միջինասիական Սաուդովսկի Արաբիան MBS-ը մի քանի օր առաջ։ Դա ոչ միայն միացյալն է, այսինքն դա այնպեսի ոլորտ է, որը ամբողջ աշխարհի ազդեցություն ունի։ Նաև կուզեմ, որ Հայաստանի մասին այդ մասով ուրեմն կանխատեսում անենք։ Հիմա տեսեք, արհեստական բանականությունը փոխում է մարդկանց, այսինքն այստեղ ես, չգիտեմ, վտանգ չենք տեսնում։ Այն օրը կարդացի, որ ուրեմն Միացյալ Նահանգներում կան բեռնատար թրակների, 10 միլիոն ուրեմն վարորդներ։ Նրանք պատրաստում են արդեն փոխարինել driverless, այսինքն առանց վարորդի ուրեմն բաներով, թրակներով։ Հիմա 10 միլիոն մարդ մնալու է միայն այդ ոլորտում, առանց աշխատանքի։ Այդ արհեստական բանականությունը, որը փոխարինում է մարդուն, արդեն մենք գիշերով փողոցներում տեսնում ենք, որ ուրեմն առանց մեքենաների տաքսիներ, սենց ասեմ, սրա մասին առաքող սարքավորումներ, ռոբոտներ են աշխատում մեր շուրջը։ Եվ սրանից մի քանի տարի հետո, երբ որ այդ մասսայական զանգվածային ներդրումներ կան, ինչ է սպասվում մարդկությանը։ Սրա մասին տարբեր կարծիքներ կան, ինձ թվում է վտանգավոր է։ Այդքան գործազրկության մարդիկ իրանց ընտանիքներին կերակրելու, այդպես ասեմ։ Դա մեծ խնդիր է, հիմա բոլորը խոսում են universal income-ի մասին, որտեղ ուրիշ ձև չկա, то есть դու կունենաս ուղղակի մի հատ մեծ հեղափոխություն, այդքան մասսայական սոված մարդիկ ոնց մնան իրանց ընտանիքներին չկերակրեն, то есть բայց մինչև այդ պահը հասնելը պետքա այդ արհեստական բանականությունը կայանա։ Սա ուրիշ խնդիր կա, օրինակ էլեմենտար ձեզ օրինակ բերեմ մի հատ, ու մեզ հուշեցին, որ ժամանակ կամասկանալու է, արագ ասեմ։ Հա քննարկվում է մի հատ հետևյալ հարցը, էլեմենտար բան եմ ասում։ Ավտոն, երբ որ առանց driverless է, թե վարորդ չունի, երբ որ ավտոն քշում ես, ամենակրիտիկական պահին, երբ որ ավարիային շատ մոտիկ ես, այդ AI-ը ոնց պետքա որոշում կայացնի։ Օրինակ, եթե պետքա ավտոն արագ թեքի ռուլը աճ ու այնտեղ մարդիկ են կանգնած։ Ինքը պետքա թեքի աճ այդ մարդկանց վնասի, թե ինքը պետքա հաշվարկի վարորդին ու ավտոյի մեջ նստած մարդկանց կվնասվեն, թե չէ։ Դե իրանք ենթադրում են, որ AI-ն ավելի խելացի է, ավելի ռեակցիան ավելի ուժեղ է, քան դու այդ կոդը պետքա գրես, դու այդ բանը պետքա իրան տաս, չէ՞, դու այդ ծրագրավորողների գործ կա, բայց ամբողջ հասարակություն չի կարող ծրագրավորող լինել, չէ՞։ Հասարակություն չէ, ասում դրա հետ օրինակ ռիսկը, որ ասում եք, այ խնդրեմ ձեզ ռիսկ, ում պետքա ավտոն պաշտպանի, միջին նստած մարդկանց, թե դրսում կանգնած մարդկանց։ Այդ մեծ խնդիրը արդեն իրավաբանական։ Կարծում եմ սա լայն թեմա է եւ արժե մի երկար podcast նվիրել հենց AI-ին, որովհետեւ արհեստական բանականությանը, որովհետեւ մենք շատ հեռու չենք։ Այն ֆիլմերում դիտած արդեն Լոս Անջելեսի փողոցներում մենք զգում ենք։ Նայելով driverless մեքենաներին եւ փոքրիկ ուրեմն տերմինատորներին։ Շնորհակալություն Հայկ, ինչպես միշտ հետաքրքիր զրույցի համար, ուսանք այսպես ծածկեցին քաղաքին հարցեր։